Միասին հուսալի կապի ու թվային ապագայի համար։ Հեռահաղորդակցության շաբաթ 2026 միջոցառումն իր շուրջն է համախմբել հեռահաղորդակցության օպերատորներին, պետական ու կարգավորող մարմիններին, տեղական ու միջազգային գործընկերներին։ Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի օպերատորների միությունը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Միջազգային գործընկերը հեռահաղորդակցության միջազգային միությունն է։ Այս միջոցառումը իրավի ապացույցներ պետություն մասնավոր արդյունաբեր համագործակցության։ Մոտակա 4-5 օրերի ընթացքում սպասվում են արդյունաբեր քննարկումներ հեռահաղորդակցության ոլորտում կատարված աշխատանքների, նախանշվող առաջնահերթությունների մասին, ինչպես նաև իհարկե սա շատ հարթակ է, որպեսզի ոլորտի ներկայացնել համախոսային շրջանային ոլորտային նախագծերի առաջնահերթությունները։ Իրողություն է, որ հեռահաղորդակցության ոլորտը աշխարհում ամենադինամիկ եւ առավել արագ ոլորտներից է։ Հանձնաժողովը իր կողմից իրականացնող կարգավորման քաղաքականությամբ փորձում է ստեղծել կայուն եւ իրավի նախատեսելի այնպիսի կարգավորման միջավայր, որը ընդհանուր կլինի հակապատվների զարգացմանը, հասանելիության զարգացմանը եւ կապի ծառայությունների որակի պահպանմանը։ Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանի խոսքով այս մեկ շաբաթվա ընթացքում տեղի կունենան կլոր սեղան քննարկումներ, աշխատաժողովներ, ոլորտային այցելություններ, ինչպես նաև երեխաների առցանց անվտանգությանն ու երիտասարդների ներգրավմանը նվիրված միջոցառումներ։ Երբ խոսում ենք կապի մասին, մենք այլևս չենք խոսում միայն տեխնոլոգիայի մասին, մենք խոսում ենք տնտեսության մասին, պետական կառավարման մասին եւ ամենակարևորը ապագայի մասին։ Հեռահաղորդակցության ոլորտը ունի բնականաբար իր ուրույն դերը։ Առանց կապի, առանց հեռահաղորդակցության ոլորտի ոչ մի բան այսօր չի զարգանում։ Կապը այլևս նպատակ չէ։ Այն միջոց է, որը ծառայում է մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը։ Հիմնական ելույթով հանդես եկավ հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի ծրագրերի ղեկավար Ֆարիդ Նախլին, ով ներկայացրեց հեռահաղորդակցության համաշխարհային շուկայի միտումներն ու հեռանկարները։ Հեռահաղորդակցության միջազգային միության ներկայացուցիչը խոսեց ստանդարտացման եւ 6G-ի զարգացման մասին։ Հույս հայտնեց, որ մինչև 2030 թվականն այս տեխնոլոգիան ակտիվորեն կներդրվի։ Ներկայումս համացանցի օգտագործման ցուցանիշով ԱՊՀ տարածաշրջանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, իսկ համացանցի հասանելիության տեսանկյունից մենք երկրորդ տեղում ենք Եվրոպայից հետո։ Այնուամենայնիվ համացանցը մեզ մոտ շատ հասանելի է եւ տեխնոլոգիաների հետագա զարգացումը կապված է արհեստական բանականության ակտիվ ներդրման, ինքնակառավարվող եւ ծրագրավորվող ցանցերի զարգացման հետ։ Հեռահաղորդակցության շաբաթ 2026 միջոցառման գործընկերներն են Arpinet, Inorein, Noventic եւ Fnet ընկերությունները։ Քանի որ աշխարհը գնում է թվայնացման եւ շատ ավելի արագ է տեմպերը տեղի ունենում, օպերատորների մարտահրավերները կայանում են նրանում, որ ավելի հուսալի եւ որակյալ ամրակցված կապ հասցնել բոլոր Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ նրանցից, թե որտեղ են իրենք բնակվում։ Մեր ընկերությունը դեռևս 15 թվականից սկսած, ոնց որ մենք ավելի շեշտադրել ենք մեր սահմանամերձ գյուղերը եւ քաղաքներում ավելի քիչ ներդրումներ են կարել, քան գյուղերում եւ հենց այդպես էլ եղել այն ժամանակ մեր կարգախոսը օպտիկան գյուղերում կարգախոսը եւ այսօր մենք գրեթե 350 գյուղից ավել համայնքներում ուրեմն ներկայացված ենք օպտիկական ամրացված կապով։ Եթե համեմատենք Հայաստանը այլ երկրների հետ տարածաշրջանի, ինչպիսին են մեր առաջընթացները այս առումով, որ ինչ անելիքներ ունենք։ Իմ կարծիքով ինտերնետի ծածկույթի տեսանկյունից բնականաբար մենք առաջատարներից ենք, դա կարող լինի չափերի պատճառով, իսկ ընդհանուր առմամբ ծառայության մատուցման տեսանկյունից եւ ապահովության տեսանկյունից դեռ ինձ թվում է մենք մեծ աշխատանքներ ունենք կատարելու, որպեսզի մեր երեխաների համար ինտերնետը առաջինը լինի շատ ապահով։ Մարտի 23-ից 27-ն անցկացվելիք հանդիպումների, քննարկումների արդյունքում ոլորտի պատասխանատուները մասնագիտական շփումների, արդյունավետ առաջարկների արդյունքում կմշակեն հեռահաղորդակցության ոլորտի մարտահրավերներին դիմակայելու, զարգանալու նոր գաղափարներ։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։